Պարզապես սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր մարտի 24-ն է։ Դե հիմա ասեք, թե հետաքրքիր հաղորդում չունեմ, ամեն օր ասում եմ շատ հետաքրքիր հաղորդում ենք ունենալու, բայց իրոք հիմա այնպիսի իրադարձություններ են տեղի ունենում աշխարհում, որ ամեն հաղորդում իր յուրահատուկ հետաքրքրությունը ունի։ Այսօր հետաքրքիր հարց են քննարկելու։ Հիմնականում Իրանն է թեման, միանգամից ասեմ Հայաստանի շուրջ ոչ մի հարց չկա մեծ հաշվով քննարկելու, երեք մենք արդեն անդրադարձանք Զախարովայի չմտածված հայտարարություններին, որոնք որ սկանդալ առաջացրին Բաքվի եւ Մոսկվայի միջև, հետեւելու ենք թե ինչ ընթացք է ունենալու այս ամենը, շատ հետաքրքիր ձևով եւ բավականին արագ օպերատիվ արձագանքեց Ադրբեջանի արտգործնախարարությունը, այս մասին ես արդեն ասացի, հետաքրքիր կլիներ, որ Հայաստանի արտգործնախարարությունը եւ կարծում եմ լավ կլիներ, որ Հայաստանի արտգործնախարարությունը նույնպես արձագանքեր եւ մի հայտարարություն ուղղակի տարածային, թե ինչու Փաշինյանի հայտարարությունները փորձում է աղավաղել Ռուսաստանի արտգործնախարարության մամլոք խոսնակը, քանի որ Հեյդար Ալիևի անուն Նիկոլ Փաշինյանը չէր տվել եւ բաց չէր լինի, որ հստակ արձանագրվեր, որ դա սեփ խրելու փորձ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև նոր կարգավորվող հարաբերությունների, այսինքն այն պահին, երբ որ երկրները փորձում են կարգավորել իրենց հարաբերությունները, կնքել խաղաղության պայմանագիր, Ռուսաստանի Դաշնությունը իր արտգործնախարարության մամլոք խոսնակի միջոցով փորձում է սեփ խրել այդ գործընթացի մեջ։ Իրանից խոսենք։ Երեք հետաքրքիր հետախուզազրույց է տեղի ունեցել Աբբաս Արաքչիի եւ Բայրամովի միջև։ Վերջերս շատ շուտ են խոսում, շուտ սկսել են խոսել Ադրբեջանի արտգործնախարարը եւ Իրանի արտգործնախարարը, բայց հետաքրքիր այն է, որ Բայրամովը կրկին վերահաստատել է ադրբեջանական կողմի պնդումները եւ պահանջները, որ Նախիջևանի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումը իրանական կողմից դա Թեհրանը պետք է հետաքննի, այսինքն կրկին պահանջում է Թեհրանից, որպեսզի այդ հարցը հետաքննեն։ Շատ հետաքրքիր է, այսինքն այդ հարցը արդյուն է պահվում, մոռացության չի մատնում Ադրբեջանը։ Եվ մենք հասկանում ենք, թե ինչու իրենց հարմար է սպասել, տեսնել, թե ինչ զարգացումներ կլինեն Իրանի շուրջ։ Հիմա խոսենք, թե ինչ է կատարվում ավելի գլոբալ Իրանի շուրջ։ Axios-ի տեղեկություններով, որը որ հղում է անում իսրայելական պաշտոնյաների վրա, Իրանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև տեղի են ունենում բանակցություններ եւ հիմնականում Իսլամաբադի նախաձեռնությամբ է այս ամենը տեղի ունենում եւ շատ հնարավոր է, որ Իսլամաբադում, Պակիստանում էլ անցկացվեն այս բանակցությունները եւ հավանականությունը շատ մեծ է, որ ամերիկյան կողմը ներկայացնի Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ J.D. Vance-ը Քուշների հետ միասին, իսկ իրանական կողմը ներկայացնի իրենց Մեջլիսի խորհրդարանի խոսնակ Գալիբաֆը։ Մեկ խառնում ես այս մարդու ազգանունը Գալիաֆի հետ, Գալիբաֆը։ Սակայն հետաքրքիրը այն է, որ Իրանի խոսնակ Գալիբաֆը նույնպես հերքում է, որ բանակցություններ են ընթանում Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև։ Նրա խոսքերով դա արվում էր ուղղակի ազդելու վրա միջազգային շուկայի վրա նավթի գների նվազեցման համար։ Եվ նրա խոսքով ուղղակի Ամերիկայի Միացյալ Նահանգները խորտակվում է այս պատերազմի ճահիճի մեջ, դրա համար այդպիսի հայտարարություններով է հանդես գալիս Դոնալդ Թրամփը։ Միջայլոց նրանք Թրամփին նաև զգուշացրել են, որ ոչ թե միջազգային շուկաներին հետևի, այլ գլխի վրա այլ երկինք նայի, քանի որ իր համար սուրպրիզներ ունեն պատրաստած։ Սակայն նույն ժամանակ Թրամփը ավելի խորն է գնում եւ ասում է, որ մենք Իրանի հետ միասին կվերահսկենք Հորմուզի նեղուցը ու Թրամփի խոսքերով, եթե հիմա արագ պայմանավորվեն, շատ շուտով Հորմուզի նեղուցը բաց կլինի, այն հարցին, թե ով է վերահսկելու նեղուցը, նա պատասխանել է, որ շատ հնարավոր է, որ ես եւ Այաթոլլան։ Այստեղ հետաքրքիր ակնարկ կա, փաստացի այն ինչին քարեց Վենեսուելայում, ինքը ցանկանում է կրկնել նաեւ ինչ որ միտեղ, ինչ որ նման ձևով կրկնել Իրանում։
ինքը ցանկանում է փաստացի վերահսկողություն ունենալ Հորմուզի նեղուցի վրա։ Եվ հենց դրա համար այդպիսի հայտարարություն է անում։ Այսինքն նաև ակնարկ կա, որ ձեր իշխանությունը կարող է մնալ եւ ձեր ռեժիմը կարող է պահպանվել, եթե ձեր ռեժիմը ինչ որ միտեղ ենթարկվի Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Դրա համար ինքը ասում է հնարավոր է վերահսկենք ես եւ այաթոլլան։ Բայց այստեղ բազմաթիվ հարցեր կա, այստեղևս ասում եմ, դերևս ընթերցում եմ այն հայտարարությունները, որոնք որ Դոնալդ Թրամփը արել է, որոնք որ հնչել են նաև Իրանից, Իսրայելից, որպեսզի հետո վերջում հասկանանք, թե իրականում ինչ է տեղի ունենում։ Դրանից բացի Տելեգրաֆի տեղեկություններով Դոնալդ Թրամփը նաև առաջարկել է համատեղ ղեկավարություն ընտրել Իրանի համար բանակցություններից հետո, այսինքն ռեժիմի փոփոխության հարցը այնուամենայնիվ կարծես թե ակտուալ է, չնայած հիմա այնքան հակասական տեղեկություններ կան, սիրելի հայրենակիցներ, շատ են հակասական տեղեկությունները եւ Թրամփն էլ շատ է օգնում, որպեսզի այդ հակասական տեղեկությունները լինեն, մեկ այսպիսի հայտարարություն է անում, մեկ այնպիսի հայտարարություն եւ բոլորին խճճում է։ Եվ այդ նույն տեղեկություններով Թրամփի խոսքերով շատ շուտ, շատ լուրջ ռեժիմ փոփոխություն տեղի կունենա Իրանում։ Եվ նրա խոսքերով հնարավոր է համատեղ ղեկավարություն հայտարարվի Իրանի շուրջ, այսինքն համատեղ այաթոլլա կլինի, ինչ որ մեկը կլինի Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ղեկավարելու են Իրան, այսինքն մոտավորապես նույնն է ուզում Դոնալդ Թրամփը անել, ինչ արեց Վենեսուելայի հետ հիմա, այնտեղ փաստացի Ամերիկայի Միացյալ Նահանգները այնտեղի դրածո իշխանության այդ մնացորդների հետ, Վենեսուելայի նախկին իշխանության մնացորդների հետ, ովքեր որ հիմա իշխանության են, միասին ղեկավարում են Վենեսուելան։ Եվ ուրիշ շատ հետաքրքիր մի տեղեկություն էլ ունենք, իսրայելացի լրագրող Բարակ Ռավիդը տեղեկացնում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուի հետ։ Եվ հիմնական թեման այս բանակցային գործընթացն է Իրանի հետ։ Եթե Ջեյդի Վենսն է բանակցում Նետանյահուի հետ, դա նշանակում է այն, որ ամենայն հավանականությամբ այն տեղեկությունները, որ Ջեյդի Վենսն է լինելու հիմնական բանակցողը Ամերիկայի Միացյալ Նահանգներից Իսլամաբադում, եթե այդ բանակցությունները տեղի ունենան, լինելու է հենց Ջեյդի Վենս, այսինքն Ջեյդի Վենսն է հիմնական բանակցող Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, դրա համար ինքը համատեղում է իր գործողությունները, մտքերը իսրայելական կողմի հետ։ Բայց Նետանյահուն հայտարարում է, որ ինքը հեռախոսազրույց է նաև ունեցել Դոնալդ Թրամփի հետ եւ ինքը շարունակելու է հարվածներ հասցնել իրանական ռեժիմի իմիջայլոց այսօր արդեն Իսրայելը հարված է հասցրել, այսինքն կրկին հարված է հասցրել իսլամական հեղափոխության կորպուսի պահապանների գլխավոր շտաբին եւ հավանաբար այդ հարվածի ընթացքում կրկին ոչնչացրել է բազմաթիվ բարձրաստիճան զինվորականների։ Չնայած մինչև այդ հարվածը մենք իսլամական հեղափոխության կորպուսի պահապանների կողմից նոր պահանջներ ստացանք Ամերիկայի Միացյալ Նահանգներից, այսինքն Իրանից հստակ հերքում են, որ բանակցություններ են ընթանում Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև եւ նրանք արդեն պահանջում են ոչ միայն ֆինանսական փոխհատուցում Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, այլ նաեւ Հեզբոլլահի նկատմամբ հարվածներից հրաժարվել, այսինքն այդ պահանջը չկար, դրա համար դրա մասին խոսում եմ, Հորմուզի նեղուցի վրա այնպիսի վերահսկողություն, որ Իրանը հնարավորություն կստանա փող վերցնել ցանկացած երկրից, որը որ կանցնի Հորմուզի նեղուցով, դրանից բացի փոխհատուցում են նրանք պահանջում Ամերիկայի Միացյալ Նահանգներից, ինչպես եւ պահանջում էին ու փակել Ամերիկայի Միացյալ Նահանգների բազաները ամբողջ տարածաշրջանում։ Այսինքն իրանական կողմի պահանջները ոչ թե նվազում են, թղթի վրա այդ պահանջները միայն ու միայն ավելանում են, բայց հետաքրքիր մեկ տեղեկություն եւս կա, Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսանտային խումբը 3 նավերով արդեն իսկ մտնում է տարածաշրջան։ Այսինքն եթե ոչ
ժամերի, ապա շատ մոտ օրերի հարց է, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսանտային խումբը 3 նավով կլինի տարածաշրջանում եւ հարկ կղզու գրավումը այնուամենայնիվ մնում է գլխավոր սցենարներից մեկը Ամերիկայի Միացյալ Նահանգների։ Հիմա հասկանանք, թե ինչի է Թրամփը այսպիսի հայտարարություններ անում, ինքը խոսում է բանակցությունների մասին, կետերի մասին, ատոմային ծրագրերի մասին, Հորմուզի մասին, իսկ իրանական կողմը մերժում է արտգործ նախարարության մակարդակով, խորհրդարանի խոսնակի մակարդակով, իսլամական կորպուսի պահապանների մակարդակով, այսինքն բոլոր առումներով Իրանը հերքում է, որ այդպիսի բանակցություններ կան։ Կա մեկ հետաքրքիր տեղեկություն եւս, որ միջազգային շուկաներում, այսինքն ով որ հասկանում է միջազգային շուկաներից, այնպիսի գնային պահանջ է ձևավորվել մի պահ նավթերի նկատմամբ, որ հնարավորություն է տվել վարկյանների ընթացքում, այդ 15 րոպեների, երբ որ Թրամփը հայտարարում էր վարկյանների ընթացքում մեծ գումարներ վաստակել։ Շատ հետաքրքիր ձևով համընկել է Թրամփի հայտարարությունները այդ բիրժաների մեջ, այդ ֆյուչերսային բիրժաներում նավթի գների անկման եւ այդ մեծ գործարքի կնքման հետ։ Դրա մասին է խոսում նաեւ Իրանի հաստատի խոսնակը, որ դա արվել էր միջազգային շուկաների համար։ Եվ երբ որ այդ գները միանգամից անկում են ապրել Թրամփի հայտարարությունից հետո շատ մեծ գործարք է տեղի ունեցել, մեծ եկամուտներ բերելով որոշ մարդկանց։ Դա էլ կա, բայց ամենակարևորը իմ պատկերացմամբ Թրամփը ուղղակի ցանկացավ ազդել միջազգային գների վրա, նավթի գների վրա, մինչև իր հատուկ ջոկատայինները կհասնեն տարածաշրջան, այն որ բանակցությունները ընթանում են Իրանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև, ես կարելի ասել, որ գրեթե համոզված եմ։ Դրա հավանականությունը բավականին մեծ է։ Հստակ երկրներ են նշվում, հստակ ազգանուններ են տրվում, եթե այդ երկրների անվանումները ուղղակի դատարկ տեղատային, օրինակի համար Պակիստան, Թուրքիա, Եգիպտոս, միանշանակ ինչ որ մի տեղից գոնե հայտարարություն կլիներ, որ ներկա պահին բանակցություններ չեն ընթանում։ Մենք այդպիսի տեղեկություններ փաստացի ստացանք Ամերիկայի Միացյալ Նահանգներից, բացի նաև Իսրայելից, եւ կարծես թե Իսրայելն էլ մեծ հաշվով այդքան էլ դեմ չի այդ բանակցություններին։ Այսինքն այն, որ ինչ որ բանակցություններ ընթանում են, դա կա, բայց իրանական կողմը չի ցանկանում բարձրաձայնել այդ մասին, եւ ես էլ չեմ կարծում, որ այդ բանակցությունները դերևս հաջողակ են։ Ուղղակի Թրամփը օգտագործում է այս պահը հրաժարվելու իր 48 ժամյա վերջնագրից Իրանի նկատմամբ, հարված հասցնելու Իրանի էներգետիկ համակարգին, քանի որ հավանաբար այդպիսի պահանջներ են եղել նաև Պարսից ծոցի երկրներից, ու պատկերացնում եք, չէ՞, թե Պարսից ծոցի երկրների էներգետիկ համակարգին հարված հասցնի Իրանը, դա ինչ մեծ աղետ եւ խնդիրներ կստեղծի տարածաշրջանում։ Օրինակի համար պատկերացնում եք, չէ՞, եթե Դուբայը հայտնվի էներգետիկ քաոսի մեջ, այսինքն ինչ մեծ խառնաշփոթ այդ ամենը կարող է ստեղծել աշխարհում։ Եվ դրա համար Թրամփը օգտվում է այս փոքրիկ հնարավորությունից, որ բանակցությունները կան եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հատուկ ջոկատայիններն էլ մոտենում են տարածաշրջան, ահա այդպիսի հայտարարությամբ է հանդես գալիս։ Դա միանշանակ շատ լավ նաև հասկանում են Իրանում։ Եվ հիմա, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև բանակցությունները վատ ընթանան կամ չեղարկվեն, այդպիսի բանակցություններ տեղի չունենան, քանի որ միջնորդը հիմա Պակիստանն է, նախկինում խոսվում էր նաև Թուրքիայի եւ Եգիպտոսի մասին, այսինքն միջնորդությունը նորմալ ձևով չկայանա եւ չսկսվեն արդեն ուղիղ բանակցություններ, Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող են անցնել պլան B-ի եւ հավանականությունը մեծ է, որ անցնեն պլան B-ի, իրենց ծովային հետևակի միջոցով կարող է փորձեն գրավել Հարկ կղզին եւ բացել Հորմուզի նեղուցը։ Եթե Հորմուզի նեղուցը բացում են, միանգամից միջազգային շուկան ստաբիլիզացվում է, գները ստաբիլիզացվում են եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները արդեն առանց շտապելու կարողանալու է շարունակել այս պատերազմը, այսինքն եթե իրենք նախկինում նաև պլանավորել էին 6 շաբաթ եւ մի փոքր ավել անցկացնել այս
օպերացիան իրենք հնարավորություն կունենան շարունակելու, քանի որ 4 շաբաթ արդեն անցել է, այս 2 շաբաթն էլ նրանք հնարավորություն կստանան շարունակելու այդ ռազմական գործողությունները, հələ մի փոքր էլ ավելի։ Բայց կան նաև տեղեկություններ, որ Թրամփը շտապում է այդ ամենը իրականացնել, այսինքն հասնել խաղաղության Իրանի հետ մինչև ապրիլի 9-ը, որպեսզի Իսրայելի անկախության օրը նաև ներկա լինի Իսրայելում եւ Իսրայելում մեծ պարգևներ ստանա։ Այսինքն մասնակցին ինչ-որ մեծ ցուցադրական արարողության։ Ահա այսպիսի հետաքրքիր տեղեկություններ են սիրելի հայրենակիցներ այս պահի դրությամբ։ Հաջողություն եմ աղթում բոլորին, ցանկություն կհանդիպենք։